բլեֆ է արդյոք սա խաղաղություն Թրամփի պլանը Ուկրաինա-Ռուսաստան թե ոչ ինչ է տեղի ունենում եւ ինչ ընթացք եւ զարգացում նոր տարածք էին ոնց որ ազատագրել Մարիամ ուղարկեցիր ինձ ռուսները վերադառնանք մենք 22 թվականի բանին որ ասի շահ իզուրեր Ռուսաստանին գրգռեցին բայց ասի կլինի շատ դժվարին ծանր հաղթանակ այո այն ժամանակ ռուսականները գտնում էին մի ամսից ամեն ինչ կվրճանա իսկ հակառուսներն ասում էին Ռուսաստանը Հիմա արդեն իրենց հիշեցնում եմ ասում մենակ պարոն Բագրատյանն ասեց որ երկար կձգվի սա որ այնքան հեշտ չի լինելու Հիմա Թրամփը ռեալիստ է Թրամփը հաշվում է sense ասենք Ուկրաինայում քանի զինվորը մնացել է բոլոր բաներով հանդերձ մոտ 770,000 բանակ է որ կարող է կռվի մնացել Քանի հատ արկ քանի հատ ինքնաթիռ քանի հատ ԲՊԼ-ը տես Ուկրաինան աշխարհում երկրորդ պետությունն է ԱԹՍ-ներով առաջինը Ռուսաստանն է տարեկանի վիճակի արտադրելու 50 միլիոն հատ ԱԹՍ իսկ մենք կրճատում ենք այն Մխտար Հարապետյանի բյուջեն 44 միլիարդ դրամից 38 Ես սա կարամ ասեմ որովհետև բաց ինֆորմացիա տված է մամուլ Սա նշանակում է որ հայկական բանակ ընտանիք 6 միլիարդ դրամը 12 միլիոն դոլար է, ասենք հայկական բանակը չի ստանա մոտ 20,000 ԱԹՍ։ Այն որ ռուս զինվորի կողքին ԱԹՍ-ները կախած են, 6-7 հատ արդեն ավտոմատը չի ձեռին կախած։ Հաշվում է քանի հատ տանկ կա, քանի հատ տանկ կարան տան, քանի հատ կարան արտադրեն տան։ Այստեղից էլ գրում է Ռուսաստան։ Դեմը դնում է մոտ 1 միլիոն զինվոր, վստահում եմ Ռուսաստանը ռեգուլար բանակը չի տանում կռվելու։ Երեխեքին չի տանում Ռուսաստանը։ Հաշվում է տանկերը, ինքնաթիռները, հիմա Փարքասու ռազմաճականում հայտնվել է շուրջ 20-57 ինքնաթիռ, ոնց խփել հնարավոր չի։ Ինչ ձև ուզում եք արեք։ Հաշվում է ԱԹՍ-ները, հատկապես ԱԹՍ-ները, որ այդ շախիդներից հետո ռուսները ինչ հաջողություններ ասան տեխնիկայի ասպարեզում, ու գցում բռնում, որ ամսական մինիմում 200, մաքսիմում 540 կիլոմետր ռուսներն առաջ են գնալու։ Հասկացա՞ք։ Հասկացա՞ք։ Ռեալիստ մարդ լինելով, ասում է, արի խաղաղություն կնքենք։ Եվրոպան էլ ասում է, ախր որ խաղաղություն կնքվեք, այն ինչ որ ռուսները գրավել են, մնալու է իրանց, ուրեմն Եվրոպան պարտվեց։ Մակրոնին ինչ կա, Մերցին ինչ կա, Ստայմերն ինչ կա, նո Ստամերը Մեծ Բրիտանիա վարչապետը Բրիտանիան այսօր Եվրոմիության անդամ չէ, կամ Մելոնին ինչ կա, էմոցիոնալ խոսքեր են ասում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հենց խոսում որ կռվող բազելնի կամ տերորիստական կազմակերպության ղեկավար չէ, ստիկին մի հատ նստի հաշվի։ Մարդիկ չեն ասում մեռն օրական 1000 հատ ուկրաինացի սպանվում է։ Այս որ ասում են 770,000 միլիոն է, միլիոնից ավել է։ Պատերազմի սկզբից 1,200,000 են հավաքագրել։ Այս մարդիկ չկան։ Առնվազն 430,000 մարդ է զոհվել։ Իսկ որոշ բաներ ասում են ավելի քան 800,000։ Ջեֆրի Սաքսի հարցազրույցն էր լսում, այդ ֆոն դեր Լայն մասին խոսեց, ասեն, «Վա, այդպիսի այլանդակություն հրեշտ մի դրա անունը, այսինքն իրենք էլ են հասկանում, թե դա ինչ տիպ է, ինչ է անում, էլի»։ Ես չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, ինչ է նրա ածականանն ինչ է, ես բանից հետո քեզ կասեմ։ Ներկայացնել որ ինչ հրեշավոր գործունեություն է, էլի, դա ասում էր, ուղղակի ինչ չարիք է մոլորակի եւ ով է դա։ Հիմա ինչ եք ուզում։ Վերջին հաշվով այս պայդրությամբ ռուսական բանակը գրավել են տարածքները, որտեղ բնակչության մեծ մասը ռուսներ էին, էթնիկ ռուսներ։ Ինչ եք ուզում։ Եթե համառեն պատերազմը կընդլայնվի եւ կտարածվի հարավում Նիկոլաևի մարզի եւ Օդեսայի մարզերի վրա։ Եվ Ռուսաստանը կգնա կմիանա Մերձդնեստրին, ցամաքային ճանապարհով։ Կշարունակվի եւս մի տարի, 2 տարի, 3 տարի Խուրշուդ Հովսեփյանը իրան լավ կզգա, Ռուբեն Մերաբյանը նույնպես բավարարված են, մտքի գիգանտը։ Մի մտքի գիգանտ էլ կար վերջերս լսեցի։ Մտքի գիգանտը իսկապես Ստեփան Գրիգորյանը։ Վա։ Ոնց կարելի է պատկերացնել մոտարպես sense ասում, խաղաղություն, ինչ խաղաղություն, ագրեսորի հետ ինչ խաղաղություն։ Վախեք գնացիք խաղաղության Ալիևի հետ։ Վա։ Այ, ահավուրա։ Անժելա ջան, սրանով ավարտենք։ Այո։ Շնորհակալություն։ Կարևոր բան ասեցիք, որ հոգևոր խորհուրդ հրավիրելու ժամանակ
կարգալույցանի եւ ազատի իրենց թեմերի ղեկավարի պաշտոնն է, առաջնորդների Անպայման։ դիրքից։ Անպայման։